Ժամանակի մարտահրավերները հաղթահարած հայկական արվեստի լավագույն ընտրանին Հայաստանի ազգային պատկերասրահում է։ Այսօր զրուցելու ենք պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Մեծ սիրով։ Մարինա, ուզում եմ ձեր 4-ամյա գործունեության ընթացքում իրականացված աշխատանքները փորձենք հակիրճ ներկայացնել։ Ինչից եք սկսել։ Իրականում գիտեք համընկավ ձեր հարցը մեր ասուլիսի պատրաստության հետ եւ այսքանի օր աշխատում ենք մեր աշխատակիցների հետ եւ փորձում ենք իմի բերել այս 4 տարվա գործունեությունը անկեղծ ասած ինքներս զարմացանք որովհետեւ երբ գործի մեջ ես դու չես պատկերացնում արվածի մասշտաբը չես պատկերացնում այն ահռելի ներդրումը որ մենք բոլորովս թիմով արել ենք այս 4 տարիների ընթացքում եւ հիմա հետ նայելիս իրականում ինձ զարմանալի է թե 4 տարվա ընթացքում ազգային պատկերասրահը որքան խտացված հսկայական գործունեություն է ծավալել Եվ սկիզբը բավական բարդ շրջան էր, իրականում ես նշանակվել եմ 2020 թվականին որպես ժամանակավոր պաշտոնակատար, ապա արդեն 21 թվականից մրցույթով որպես տնօրեն եմ անցել եւ 20 թիվը բավական բոլորս էլ գիտենք ինչ բարդ շրջան է եղել եւ թանգարանը այդ շրջանում փաստորեն երբ ես նշանակվեցի տնօրեն փակ էր հենց կոവിഡ്ի շրջանն էր եւ առաջի մեր ծրագրերը եղել են փաստորեն on-line տարբերակով եւ հետո երբ բացվեց թանգարանը համընկավ դրա հետ որ մինչ այդ նախկին տնօրենի ժամանակ կազմակերպել էր Դալի Պիկասոյի բավականին մեծ աղմուկ հանած ցուցադրությունը սակայն իրերի բերմամբ այցելությունը այդքան չէր եղել եւ նշանակվելուն պես թանգարանը նորից վերաբացվեց եւ վերաբացվեց ցուցադրությունը մոտ 1 շաբաթ 10 օր տևողությամբ ահա որ մեծ մարտահրավեր էր դա իրականում որովհետեւ այն շրջանում երբ պետք էր 1.5 մետր հեռավորություն պահպանել երբ համավարակի այդ ահավոր շրջանն էր վտանգները մեզ մոտ այցելությունը հասնում էր մինչև քաղաքապետարան եւ դա ահռելի հերթերին երբևէ չտեսնված կարծում եմ իհարկե դրան նպաստեց նաեւ այդ համավարակից հետո վերաբացված այդ շրջանը եւ մարդիկ իրոք կարիք ունեին մշակույթի ամեն ինչ բարեհաջող անցավ մենք հասկացանք որ մենք կարծես ամեն ինչ կարողանում ենք կազմակերպել եւ անել եւ այդ նույն շրջանում սկսեցինք միանգամից շինարարական աշխատանքը որովհետեւ նաեւ շրջանը նրա հետ, որ մենք նախապատրաստական փուլում էինք Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ ջերմախոնավային համակարգի ներդրման եւ տարիներ շարունակ իրականում ես հետո նայում էի նամակագրությունը տասնյակ տարիներ բոլոր տնօրենները փորձում էին հասնել նրան, որ ջերմախոնավային համապատասխան համակարգ ներդրվի թանգարանում եւ 19 թվականից դա արդեն բավականին շոշափելի փուլի էր հասել ու 21 թվականից շինարարությունը սկսվեց իրականում 20-ից նախապատրաստական փուլներ եւ 21 թվականից շինարարությունը սկսվեց։ Մենք դրան դեռ կհասնենք, Մարինա, ուզում եմ խոսենք այդ շրջանից հետո մարտահրավերների մասին։ Ինչպես եք փորձել այս ընթացքում պահպանել ունեցածը ձեռք բերել նորերը գուցե եւ ներկայացնել հանրությանը հավուր պատշաճի։ Այս ամենը իրականում մեզ մոտ շատ փոխկապակցված է շինարարական աշխատանքների հետ, որովհետև մեկ այլ մարտահրավեր էր այդ իրավիճակում կարողանալ այնպես անել, որ թանգարանի աշխատանքը կաթվածահար չլինի, որովհետև փաստորեն մեր թանգարանը զբաղեցնում է մոտ 15000 քառակուսի մետր եւ 9 հարկանի թանգարան է եւ այդ հսկայական ահռելի տարածքը շինարարության ընթացքում կարողանալ այնպես անել, որպեսզի եւ ցուցանմուշները անվտանգ իրավիճակում գտնվեն եւ մենք կարողանանք մեր բնականon գործունեությունը ինչ որ կերպ շարունակել, հետո միաժամանակ մենք կարողանանք ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպել, դա բավական բարդ էր։ Եվ ինչպես գիտենք, ազգային պատկերասրահը չի սահմանափակում միայն հանրապետության հրապարակում գտնվող այդ հսկայական շինությամբ, այլ ունի նաև 13 մասնաճյուղ Հայաստանի բոլոր մարզերում։ Եվ մենք փորձեցինք մեր գործունեությունը ուղղել նաև զուգահեռ մասնաճյուղերի ուղղությամբ։ Իրականում մասնաճյուղերը բավական վատթար վիճակում էին, շինարարական շենքային պայմանները բավական վատն էին եւ մենք որոշեցինք, որ մեր համար առաջի խնդիրներից պետք է լինի զուգահեռ այս շինարարությանը նաև անդրադառնալ մարզային քաղաքականությանը, մարզային պայմանները բարելավելուն եւ առաջինը հենց մեր աշխատանք 20 թվականին մենք վերաբացեցինք Մհեր Աբեղյան թանգարան ունենք Էջմիածնու Վաղարշապատում գտնվող, այնտեղ մենք վերաբացեցինք մի առանձին երկու ցուցասրահ եւ անվանակոչեցինք Եղիշետ Հադևոսյանի այո եւ
Դա մեր առաջին գիտացուցադրական, այսպես ասած, աշխատանքն էր։ Եղիշե Թադևոսյանը գիտենք ծնունդով հենց վաղարշաբաթից է եւ չի ունեցել այնտեղ երբևէ պատկերասրա, դա եղել է երազանք նաեւ Ռուբեն Դրամփյանի ժամանակվանից, հենց ինքը Եղիշե Թադևոսյանն է նույնիսկ գծագիր արել իր ապագա պատկերասրայի համար, դա չի հաջողել։ Եվ մեր մասնաճյուղերից մեկում մենք երկու ցուցասրահ հենց նվիրեցինք իրեն։ Դա մեր առաջին քայլն էր։ Եվ այդպես մենք որոշեցինք, որ հերթով բոլոր մասնաճյուղերը այս տարիների ընթացքում պետք է վերանորոգվեն եւ փոխվեն ցուցադրությունները արդեն ըստ մարզային հատկանիշի նշանակություն ձեռք բերեն։ Տեսեք, դուք ասում եք Հայաստանում եք գործունեություն ծավալում, մարզերում եք փորձում ինտերակտիվ պահել միջավայրը, միջազգային ինչ հարաբերություններ ունենք եւ միջազգային ինչ կառույցների հետ ենք համագործակցում, գուցե մեր ցուցանմուշները ցուցադրելու կամ իրենց ցուցանմուշները այստեղ ներկայացնելու։ Մինչ այս ես կուզեի անդրադառնալ նրան, որ այս մեր ընթացքը բավական երկար տևող վերանորոգման, ինչու՞ ես վերադառնում անընդհատ դրան, որովհետև դա շատ կարևոր նախապատմություն է մեր այսօրվա գործունեության համար, եւ այն ժամանակ մենք, երբ ջերմախոնավային համակարգը ներդրվեց եւ մենք վերջապես այսքան տարիների ընթացքում առաջին անգամ ունեցանք թանգարան, որը համապատասխանում է միջազգային ցուցանիշներին, չափանիշներին եւ վերջապես հանգիստ կարող է ընդունել աշխարհի լավագույն թանգարանների կարևորագույն եւ ամենախոցելի ցուցանմուշներ Եվ այս ընթացքում մենք ունենք երկու ընտրության հնարավորություն կամ շարունակել վերանորոգումը եւ թանգարանը ընդհանուր առմամբ վերանորոգել եւ դարձնել արդիական բացարձակ այլ անճանաչելի թանգարան կամ կարճաժամկետ տարբերակով վերաբացել շատ ավելի շուտ 2 տարի առաջ եւ սկսել ակտիվ գործունեություն եւ միջազգային եւ տեղի։ Մենք քննարկումների արդյունքում ընտրեցինք առաջին տարբերակը, որը երկարաժամկետ ներդրում է։ Բավական բարդ որոշում էր դա, որովհետեւ մեկի դեպքում մենք ունենալու ենք շատ կարճաժամկետ էֆեկտ եւ ունենալու ենք միանգամից էֆեկտ, որովհետեւ ունենք բավականին արդեն մեծ բազա միջազգային համագործակցությունների, նույնիսկ այդ կիսափակ շրջանում պետք է ասեմ, որ եթե չեմ սխալվում, հենց 21 թվականին ներողություն, մենք Պոմպեյի Արքերոս թանգարանից կարողացանք բերել շատ լուրջ հին հավաքածու, այո, Իտալիայի դեսպանատան հետ համագործակցությամբ, նշեմ նաև, որ մենք դեսպանատների հետ շատ սերտ համագործակցություն ունենք եւ բազան մեր միջազգային համագործակցության համար շատ լավն էր, բայց այնուամենայնիվ մենք գնացինք այլ ուղով վերափոխել թանգարանը եւ կատարել երկարաժամկետ ներդրում իրականում Հայաստանի ազգային պատկերասրահի ապագա ծաղկման համար եւ այսօր այս բավական երկարաժամկետ փաստորեն 4 տարվա կիսափակ լինելուց հետո մենք ունենք անճանաչելի բացարձակ այլ թանգարան, բացարձակ նոր արդիական ցուցադրությամբ եւ այլ մատուցմամբ։ Եվ այսօր արդեն մենք կարողանում ենք ոտ մեկնել մեր համաշխարհային խոշորագույն նույնատիպի թանգարանների հետ, գործընկերների հետ եւ առաջիկայում մենք արդեն ունենք կոնկրետ համագործակցություն մայիսի վերջին մեր հավաքածուն հայկական իմպրեսիոնիզմի բավականին լուրջ հավաքածու, մոտ 40-50 ցուցանմուշ գնալու են Ֆրանսիա եւ ներկայանալու են ֆրանսիացի այցելուներին, այսինքն այս տարիների ընթացքում մենք զուգահեռ նաեւ աշխատել ենք այդ միջազգային համագործակցությունների ուղղությամբ եւ հետո հոկտեմբերին արդեն ցուցահանդեսի փակմանը, երբ Ֆրանսիայում արդեն փակվելիս լինի ցուցահանդեսը, այստեղ շատ լուրջ խոշոր միջազգային գիտաժողով են կազմակերպելու նորից հայկական իմպրեսիոնիզմին եւ համաշխարհային իմպրեսիոնիզմի փոխառնչությունների շրջանակներում։ Դրան զուգահեռ այս պահին արդեն քննարկումներ են գնում Օրսե թանգարանի հետ, Պոմպիդու թանգարանի հետ, ինչպես տեսնում եք, մեզ մոտ հիմնականում այս պահին Ֆրանսիան է ուղղվածությունը, որովհետև սկիզբը հենց գաղափարի դրվեց իմպրեսիոնիզմի շրջանակներում։ Մի նախագիծ կա շատ հետաքրքիր, իմպրեսիոնիզմի ուղիներ, դա մշակութային ուղիներ խոշոր նախագծի մի փոքրիկ ծրագիրն է, մի ուղղությունն է, եւ այդ ուղղությանը մենք միացել ենք արդեն մոտ 2 տարի եւ բավական երկար բանակցություններ էինք վարում եւ այսօր արդեն ունենք այդ արդյունքը եւ բավական լուրջ ցուցահանդես, որը շատ կարևոր է մեր Հայաստանի համար, կարծում եմ, ցուցադրվելու է հենց Ֆրանսիայում։ Այն, որ պատկերասրահը անճանաչելի է դարձել վերանորոգումից հետո, դա ակնհայտ է եւ այցելելիս միանգամից հասկանում ես դա։ Բայց ես ուզում եմ մի ուրիշ հարցի անդրադառնանք։ Աշխարհը պահպանելով դասականությունը ամեն դեպքում փորձում է ավելի ինտերակտիվ դարձնել ամենը, որպեսզի արվեստասերը ավելի հետաքրքրված լինի մուտք գործելով պարագայում։ Այս պահին ինչ որ բան անում եք, որպեսզի այդ ինտերակտիվությունը նաև Հայաստանում լինի, որպեսզի արվեստասերը հնարավորություն ունենա ոչ միայն լսել գիդի պատմածը, այլև օրինակ նոր բան սովորել։
Շատ կարևոր հարց եք տալիս իրականում, որովհետև դա նաև կրթական գործընթացի բաղադրիչն է եւ ես խորապես վստահ եմ, որ կրթությունը եւ մշակույթը կամրջելով մենք կկարողանանք սարեր շուռ տալ իրականում եւ հիմնականում ձեր նշվածը հարցում մենք իրագործում ենք մեր կրթական նախագծերի ծրագրերի միջոցով մենք այս տարիների ընթացքում հարյուրավոր նոր կրթական նախագծեր ենք մշակել նաև ներառական, որը շատ կարևոր է մեզ համար, որովհետև կարծում եմ նույնիսկ բավական ուշացած է, որ թանգարանը այսօր արդեն հնարավորինս բաց լինել ամեն տիպի այցելուի համար եւ հենաշարժողական խնդիրներով եւ տեսողական խնդիրներով եւ բացի իրենցից նաեւ մենք նախագծեր ենք կազմակերպում, կրթական ծրագրեր են կազմակերպում, ըստ որի երեխաները եւ ոչ միայն երեխաները, տարբեր տարիքային խմբի մարդիկ կարող են գալ օրինակ շոշափելով, հավաքելով, ստեղծել մանրակերտը Ռիփսիմե վանքի, դա տարբերակներից մեկն է, այո, տարբեր միջոցներով, մեթոդներով, նկարչության եւ այլ մեթոդներով կարողանում են ընկալել արվեստը, սովորել, գիտելիք ստանալ, բայց բացի դրանից մենք նաեւ մուլտիմեդիական տարբերակին ենք գնում եւ այսօր համագործակցում ենք օրինակ Արլոպայի հետ եւ մեր լավագույն ցուցանմուշները նաև այլ հաղորդակցության մեջ են մտնելու այցելուի հետ։ Այնպես որ այս ծրագիրը մեզ մոտ շարունակելի է եւ կարծում եմ շատ կարճ ժամանակում մենք ունենանք նաև ընդլայնված տեխնոլոգիական նոր տեխնոլոգիական մեթոդներ։ Կարծես թե վերանորոգումից այն կողմ չենք անցնում, բայց ամեն դեպքում կարևոր փաստ է։ Վերանորոգումից հետո նաև վերաբացվեց մշտական ցուցադրության շարքը։ Ինչ ժամանակաշրջաններ է ընդգրկում, ովքեր են ցուցադրված, դրա մասին էլ մի քիչ պատմեք։ Առհասարակ մենք գիտենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահը խոշորագույնն է եւ աշխարհում եւ Հայաստանում հայկական կերպարվեստի եւ դեկորատիվ կիրառական արվեստի իր հավաքածուով մենք ունենք 41000-ից ավելի ցուցանմուշ եւ 200,000-ից ավելի շատ կարևոր արխիվային նյութ լուսանկարներ, բացառիկ պատմական լուսանկարներ ունենք, նամականի էպիստոլար ժառանգություն եւ այդ ամենից իմ ամենացավալի հատվածն է դա, այդ ամենից մենք կարողանում ենք ցուցադրել ընդամենը 2000-2500 ցուցանմուշ եւ այսօր կարծում եմ մեր ամենակարևոր խնդիրներից է լինելու նաեւ երկրորդ մասնաշենքի ձեռքբերումը։ Ինչ վերաբերում է մեր հավաքածուին, հավաքածուն, ինչպես գիտենք, ոչ միայն հայկական արվեստ է ներկայացնում, դրանով հենց Հայաստանի ազգային պատկերասրահը համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ տարբերվում է մնացած բոլոր թանգարանային կառույցների թանգարաններից, որովհետեւ մենք ունենք նաեւ եվրոպական արտասահմանյան, այսպես կոչենք, որովհետեւ ունենք եւ եվրոպական, եւ ռուսական, եւ արևելյան, պարսկական, հնդկական, խոսքով տարբեր մշակույթների ցուցանմուշներ հրաշալի հավաքածու ունենք եւ այդ հավաքածուն իրականում հատկապես ռուսական կերպարվեստի եւ դեկորատիվ կիրառական արվեստի հավաքածուն չափազանց առանձնանում է, որովհետեւ միգուցե մասշտաբով ինքը բնականաբար շատ ավելի փոքր է, քան ռուսական թանգարաններին է, սակայն երբ հետազոտողները գալիս են եւ մեզ մոտ ուսումնասիրում են այդ հավաքածուն, ասում են, որ մեր թանգարանում հավաքված են այն բացառիկ նմուշները, որոնք նույնիսկ իրենց հավաքածուներում ընդգրկված չեն։ Այդպես օրինակ Շագալի վաղ շրջանի երկու շատ կարևոր ցուցանմուշ ունենք, Կանտինսկու Վասիլի Կանտինսկու աշխարհահռչակ արվեստագետի շատ կարևոր ցուցանմուշ ունենք, առանց որի գրեթե ոչ մի ցուցադրություն Կանտինսկու աշխարհում չի կազմակերպում։ Այսինքն սա իրոք բացառիկ հավաքածու է, բացառիկ թանգարան է եւ ինչն է շատ կարեւոր, մենք այդ ինչու նշեցի ես 41000-ը եւ ցուցադրվում է 2000-ը, որովհետեւ մենք պահոցում ունենք հսկայածավալ հավաքածու, որը ցավոք տարիներ շարունակ ցուցադրելու հնարավորություն չի եղել։ Եվ այս նոր մշտական ցուցադրությունը կառուցված է այնպես, որ որոշ հատվածներ լինեն մոբիլ, շարժական եւ մենք հնարավորություն ունենանք այցելուին այդ պահոցում 1000 փակի տակ, այսպես ասած, նմուշները, այո, պահող նմուշները ժամանակ առ ժամանակ ռոտացիոն տարբերակով ներկայացնել այցելուին, որովհետև դա ամենատարածված հարցերից է, իսկ ինչ ունեք պահոցներում, իսկ ինչ եք անում այդ գործերը։ Ես ուզում եմ նաև կարևորենք շարժական պատերի առկայությունը, որովհետև ես կարծես թե Հայաստանում առաջին անգամ հանդիպեցի այդպիսի բանի։ Շարժական մոբիլ տարբերակը մենք որոշեցինք հենց շարժական պատերի միջոցով լուծել։ Նախ դրա միջոցով մենք հնարավորություն ունեցանք մի փոքր ավելի ընդլայնել մեր ցուցադրվող հավաքածուի քանակը, եւ բացի դրանից այդտեղ մենք ներկայացնում ենք գրաֆիկական աշխատանքներ, իսկ ես հիշեցնեմ, որ գրաֆիկական աշխատանքները շատ խոցելի են, քանի որ թուղթը շատ խոցելի նյութ է եւ ամբողջ աշխարհում դուք չեք գտնի որևէ թանգարան, որի մշտական ցուցադրությունում երկարաժամկետ ներկայացված լինի գրաֆիկա, բայց այդպես ստացվում է, որ մի հսկայական հավաքածու, մի հսկայական շերտ մեր կերպարվեստի եւ հայկական եւ արտասահմանյան բացարձակ փակ է մնում եւ հնարավորություն է լինում ցուցադրել միայն ժամանակավոր ցուցահանդեսների ընթացքում։ Իսկ այս պարագայում այդ շարժական պատերի միջոցով, այդ մոբիլ տարբերակով մենք լուծեցինք նաեւ այդ խնդիրը, այսինքն 6 ամիսը մեկ փոփոխվող ցուցադրություն է կազմակերպում դրանց միջոցով։
Մարինա, բացի հիմնական ցուցադրությունը, մշտական ցուցադրությունը, որևէ կերպ հաշվի առնվում է օրինակ արվեստասերի ցանկությունը ինչ որ բան տեսնելու։ Գիտեք, արվեստասերի ցանկությունը շատ բարդ եզրույթ է իրականում, որովհետև այստեղ մենք գալիս ենք պահանջարկ եւ առաջարկ այդ խնդրին եւ արվեստասերը սովորաբար, եթե դա մասնագետը չէ, ապա ավելի լայն հանրությունը ճանաչում է մի քանի անուն հիմնականում եւ պահանջարկը միշտ այդ մի քանի անվան շուրջ է։ Սա էլ գիտեք, այն խոցելի հարցերից էր, երբ մենք քննարկում ենք ամեն տարվա մեր պլանը եւ փորձում ենք հասկանալ, թե ինչ ուղղությամբ ենք գնալու, այստեղ էլ կարելի է ընտրել կարճաժամկետ էֆեկտի տարբերակը, այսինքն հիմնված լինի միայն անունների վրա, հնչեղ անունների վրա, որոնք միանշանակ անխուսափելիորեն հաջողություն են բերելու եւ երկարաժամկետ, որի ընթացքում դու կրթում ես նաեւ այցելուին, դու այցելուին նոր շերտեր ես բացահայտում եւ իր ազգային կերպարվեստի, ազգային մշակույթի եւ արտասահմանյան մշակույթի եւ մենք փորձում ենք հիմա այդ երկուսը համադրել եւ հաշվի առնել նաեւ այցելուի ցանկություն եւ այցելուի սպասելիքը, բայց այդ միաժամանակ զուգահեռ նաեւ կրթել, որովհետեւ եթե մենք չառաջարկենք նորը, եթե մենք չներկայացնենք նորը, իրենց համար բացահայտում չլինի թանգարանը, այդպես մենք անընդհատ նույն շրջանով կգնանք եւ ազգային պատկերասրահը իրականում իր կարեւորագույն գործառույթներից մեկը չի կատարի, դա կրթությունն է եւ գիտակցության փոփոխությունը, որովհետեւ ես համարում եմ, որ Հայաստանի ազգային պատկերասրահ մտնելիս այցելուն պետք է մտնի այլ գիտակցությամբ եւ դուրս գալիս արդեն բացարձակ այլ պաշարով եւ այլ գիտակցությամբ։ Հարցս իրականում երկրորդական իմաստ ուներ, որովհետեւ բերեմ երկրորդ հարցից երիտասարդ արվեստագետներին հանրահռչակելու նպատակով որևէ ծրագիր իրականացվում է։ Նորից շատ կարևոր հարց եք տալիս, որովհետև մենք նաև մեկ այլ ծրագիր ենք սկսել դասական արվեստ կամ արվեստ եւ ժամանակակից արվեստ, որովհետև շատ հաճախ Հայաստանի ազգային պատկերասրահի տիպի դասական թանգարանները կարծրատիպային տարբերակով ընկալվում են որպես պարտադիր ժառանգություն ներկայացնող թանգարաններ եւ որևէ տեղ ինչ որ մի կետում այդ արվեստի պատմությունը ընդհատվում է։ Այսինքն մոտավորապես 20-րդ դարի կեսերին արվեստի պատմությունը համարվում է, որ պիտի ընդհատվի։ Եվ ժամանակակից արվեստը դա մի այլ երևույթ է, որը կարծես դուրս է մնում ազգային պատկերասրահի գործառույթից։ Դա այդպես չէ եւ միանշանակ չի կարող այդպես լինել, որովհետեւ մեր արվեստի պատմությունը չի ընդհատվում եւ շատ կարեւոր է, որ Հայաստանի խոշորագույն կերպարվեստի թանգարանը կարողանա այդ արվեստի պատմությունը լիարժեք մինչև մեր օրերը, մինչև 21-րդ դար հասցնել։ Եվ այցելուն երբ մտնում է այդտեղ, պատկերացում կազմի ամբողջական արվեստի պատմության եւ ամբողջական մեր մշակութային շերտերի մասին։ Եվ այստեղ նորից գալիս են երկրորդ մասնաշենքի խնդիրը, որովհետեւ ցավոք մեր մշտական ցուցադրությունում մենք կարողանում ենք տեղավորել մինչև միայն 20-րդ դարի կեսերը, 60-ական թվականները, 70-ականներից դեռևս երևի ռոտացիոն տարբերակով մեկ այլ տարածքում կցուցադրենք, բայց մենք այդ խնդիրը մեկ այլ կերպ ենք փորձել լուծել նախ համալրումների միջոցով, որովհետև այսօր մենք նաև ակտիվորեն մեր համալրման հայեցակարգի ամենակարևոր հատվածը ժամանակակից արվեստի ձեռքբերումն է, նվիրատությունների միջոցով, գնումների միջոցով եւ այլն, եւ այդպես մենք անցյալ տարի մի հսկայական հավաքածու ժամանակակից արվեստի ստացանք, Սերգեյ Ջավադյան մի հրաշալի կոլեկցիոներ կա, արվեստասեր անձնավորություն եւ իր բավականին խոշոր 40-ից ավել ցուցանմուշ պարունակող հավաքածուն ինքը նվիրաբերեց Հայաստանի ազգային պատկերասրահին, որը չափազանց կարևոր քայլ էր դեպի ժամանակակից արվեստի եւ արվեստի կամրջելը։ Դրան զուգահեռ վերջերս մենք մի ուրիշ հրաշալի ցուցադրություն ունեցանք, մեկ նմուշի ցուցադրություն, դա Լուսինե Նավասարդյան հրաշալի ժամանակակից կինարվեստագետ է, իր ծուխը շատ հետաքրքիր կապվում է պատերազմի հետ, շատ հետաքրքիր մոտեցում է ցուցաբերել իրականում, այդ աշխատանքը մեր որմնանկարների սրահում ցուցադրելով։ Դա հենց շատ կարևոր դիալոգային նշանակություն ուներ, պատահական չէր նաև ցուցադրատարածքի ընտրությունը, ժամանակակից արվեստի եւ հայհին եւ միջնադարյան արվեստի այդ դիալոգային իրավիճակը։ Այնպես որ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր մշակույթը կանգ չառնի, արվեստի պատմությունը կանգ չառնի եւ ժամանակակից արվեստին այո տեղ տրվի։ Դուք ձեր խոսքով եկաք հաջորդ հարցից։ Ինչպես եք տեսնում եւ որն է ձեր տեսլական Հայաստանի ազգային պատկերասրահի ապագայի վերաբերյալ, ուր եք տանում պատկերասրահը։ Գիտեք, նշանակման օրվանից մենք թիմով որոշեցինք, որ սա մի թանգարան է, որը իր բնույթով այո դասական է, բայց բաց է ժամանակակիցի համար։
Եվ այսօր մենք կարծես շարունակում ենք հենց այդ հայեցակարգային մոտեցումը, որ ազգային պատկերասրահը պետք է կարողանալ, ես նախկին հարցի պատասխանում էլ դա հնչեցրեցի, կարողանա կամրջել մեր ազգային մշակույթը եւ ժամանակակից արվեստը, եւ ազգային պատկերասրահի ամենակարևոր գործառույթներից է նաեւ կրթական գործոնը։ Մենք այսօր նաեւ հսկայական գործունեություն ենք ծավալում այդ ուղղությամբ, մենք նաեւ վերաբացել ենք, այսպես ասած, վերագործարկել ենք մեր դասախոսարանը եւ շաբաթը 1, 2 շաբաթը 1 մենք լուրջ դասախոսություններ ենք անցկացնում արդեն մեր ցուցասրահներում, մենք ունենք կրթական շատ հետաքրքիր ծրագրեր տարբեր մարզերում, եթե ես հիմա փորձեմ նկարագրել ինչ նպատակներ ունի ազգային պատկերասրահը ապագայի համար, դա շատ ծավալուն է, փորձեմ պարզապես մի քանի կետով նշել, կրթական գործառույթն է, որը շատ կարևոր է եւ հիմքում է ժամանակակիցի եւ դասականի դիալոգային միջավայրի ձևավորումը։ Նշեմ նաեւ, որ մենք առաջին Հայաստանի Հանրապետությունում լուսանկարչությունը որպես գեղարվեստական լիիրավ ճյուղ արվեստի որպես լիիրավ ճյուղ բաժին բացեցինք մի 2 տարի առաջ, եթե չեմ սխալվում, եւ այսօր մենք ունենք առանձին լուսանկարչության բաժին, առանձին լուսանկարչության ֆոնդ, որը իրականում շատ կարևոր քայլ է, որովհետեւ լուսանկարչությունը 21-րդ դարում չի ընկալվում որպես կերպարվեստի առանձին ճյուղ, ինքնուրույն ճյուղ, բայց Հայաստանի ազգային պատկերասրահը ունի գեղարվեստական լուսանկարչության ահռելի հավաքածու եւ այս 2 տարում մենք արդեն միջազգային շատ լուրջ փառատոների ենք մասնակցել, լուրջ ցուցադրություններ ենք կազմակերպել այդ ուղղությամբ, այսինքն ինքը պետք է լինի մաքսիմալ բազմաբովանդակ։ Մենք չպետք է կենտրոնանանք միայն այն նեղ ընկալման, կարծրատիպային ընկալման վրա, թե ինչ է դասական կերպարվեստը, ինչպես նաեւ մարզային քաղաքականության ուղղությամբ մենք նախապատրաստում շատ լուրջ քայլեր ձեռնարկել, այդպես օրինակ այս մի քանի տարվա ընթացքում մենք լիովին վերանորոգել ենք մասնավորի հետ համագործակցություն, պետական մասնավոր համագործակցություն, ընտանիքներ համագործակցություն, ջաջուրի մասնաճյուղն ենք վերանորոգել, Մինաս Ավետիսյանի թանգարան Երևանում գտնվող Ջոտոյի թանգարանն ենք վերանորոգել, Մհեր Աբեղյանն ենք այդպես վերանորոգել, այս պահին Արա Սարգսյան եւ Հակոբ Կոջոյան թանգարանի վերանորոգումն է սկսվում, Զաքար Խաչատրյան եւ Արտաշես Հովսեփյան թանգարանը Սիսիանում է վերանորոգվում, մյուս մասնաճյուղը Սիսիանում արդեն վերանորոգվել եւ վերաբացվել, այսինքն այս տարիների ընթացքում մենք 13-ից մոտ 5-6 թանգարան արդեն վերանորոգել ենք եւ մի մասն էլ գտնվում է հենց այդ փուլում, այսինքն շատ բազմակողմանի է եւ Ես հավատացած եմ, որ մենք ամեն դեպքում հասնելու ենք նրան, որ որոշ ժամանակ անց թանգարանը ոչ միայն մեր է, երբ ես նշում եմ թանգարան, ես նկատի ունեմ այդ հավաքական թանգարան երևույթը, որովհետև կարևոր չէ, որ այցելուն գա միայն Հայաստանի ազգային պատկերասրահ, շատ կարևոր է, որ այցելուն սովորի գալ առհասարակ իր ժամանակը անցկացնել թանգարաններում։ Այսինքն մեր գլխավոր միտումներից է դառնալ ալտերնատիվ այլընտրանքային ժամանցի վայր, ժամանցի, այնպիսի ժամանցի, որից հետո վերափոխվում ես, գիտակցությունդ փոխվում է, կրթվում ես եւ բացարձակ այլ շերտում ես հայտնվում։ Մարինա, երևի թե տխուր նոտայով, բայց ամեն դեպքում ընդգծենք, որ այնուամենայնիվ բոլորիս մի օր գալիս են փոխարինելու։ Ինչ խորհուրդ ունեք այն երիտասարդներին, ովքեր ընտրել են ձեր մասնագիտությունը եւ հետո մի օր գուցե ղեկավարելու են Հայաստանի ազգային պատկերասրահը։ Գիտեք, կարող է մի քիչ լիրիկական կամ ռոմանտիկ հնչի, բայց առաջին հերթին սերն է, որովհետև ինձ էլ թանգարանում 21 տարի պահել է սերը, ես 21-րդ տարին եմ թանգարանում աշխատում, նույնիսկ 22 ոնց որ, եւ այն ամենը ինչ կարողացել ենք մեր թիմով անել, եւ դա միայն իմ անունից չեմ ասում, մեր հրաշալի հսկայական թիմի անունից եմ ասում, մեզ պահել է այդտեղ սերը եւ նվիրվածությունը եւ ազգային գիտակցությունը, կարծում եմ։ Այդ ամենը միասին հավատարմություն, նվիրվածություն եւ սեր հիմքում են։ Դրա հիման վրա արդեն ամեն մեկը կաշխատի իր պրոֆեսիոնալիզմի վրա, իր հմտությունները զարգացնելու վրա, բայց եթե չի լինի այդ հիմքում սերը, ես կարծում եմ ոչինչ հնարավոր չէ, ընդհանրապես կյանքում կարծում եմ ոչ միայն ազգային պատկերասրահում, այլ առհասարակ։ Թող հաղթի սերը։ Շնորհակալ եմ, որ այստեղ էիք։ Շատ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ զրուցում էինք Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի հետ։ Կհանդիպենք։